Սրբազան հայր, հաշվի առնելով մամուլի այս աժոտաժը, նաև ձեր դիրքորոշման պարզաբանման կարիքը կա։ Ի վերջո դուք գնալու եք հանդիպման Փաշինյանի հետ և դուք միացել եք ստորագրության, որպեսզի դիվանապետի կարգավիճակը սառեցվի միայն։ Ես տեղյակ չեմ Փաշինյանի հետ հանդիպումից, հետևաբար չեմ կարող ասել, թե ով է հանդիպում, երբ է հանդիպում, ինչպես է հանդիպում, և իմ գնալ չգնալու հարց էլ գոյություն չունի։ Ինչ վերաբերվում է փաստաթղթին միանալու, ոչ, ես փաստաթղթին չեմ միացել և իմ ստորագրությունը այդ փաստաթղթի տակ չկա։ Թերևս նախատեսված է եղել նաև իմ ստորագրությունը, բայց ես չեմ ստորագրել, ունենալով իմ որոշակի վերապահումները։ Սրբազան հայր, ամեն դեպքում ճնշումներ են հիմա, տեսնում ենք հոգևորականների դեմ, ինչ-որ ամեն տեղից մի բան գտնում, դեմ են տալիս անցյալի այսպես կոչված հանցանքներ, մեղքեր, այդ ճնշումներից այսպես չեք վախենում դուք։ Ես որևէ այդպիսի դեպք իմ անձի նկատմամբ չեմ տեսել, չի կիրառվել և չեմ կարող ասել, թե ուրիշ որևէ հոգևորականի նկատմամբ կիրառվել է կամ ոչ։ Սրբազան հայր, վեհափառի հետ կապված, հիմա պահանջում են վեհափառի հրաժարականը։ Ի վերջո, իրավունք ունեն այսպիսի պահանջ հնչեցնել աշխարհիկ ներկայացուցիչները, պետությունը սահմանադրորեն անջատել է պետությունը և եկեղեցին։ Ուրեմն հիմա չէ, որ պահանջում է, երբեմն եղել են, հնչել են նման պահանջներ, յուրաքանչյուր հայ անձ, ով իրեն նկատում է կամ իրականում հայ եկեղեցու հետևորդ է, կարող է համակրություն ունենալ վեհափառի անձի նկատմամբ կամ չունենալ և իր տրամաբանությունից ելնելով պահանջել կաթողիկոսի հրաժարական կամ ոչ, բայց կաթողիկոսի հրաժարականի հարցը ունի եկեղեցու կանոնական ընթացք և այդպիսի ընթացքի մեջ միայն կարող են լուծվել նմանատիպ հարցերը։